Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Այսօրվա իմ հաղորդման ֆորմատը մի քիչ ուրիշ կլինի։ Կխոսանք Արտակ Խերիմյանի հետ, շուտով հեսա կներկայացնեմ։ Ում հետաքրքիր է ինչ եղավ են իմ առաջարկները, որ կար 4 ուժերի, սենց ասած։ Տեսեք, դրա մասին ես առանձին հաղորդում կձայնագրեմ։ Միջ օրս խոսացել եմ Կարեն Արայանի հետ, ինքը զանգարեց հենց մի քանի ժամ հետո, հենց նույն օրը Էդմոն Մարուքյանի հեռախոսահամարը եւ Անի Խուդավերդյանի ունեմ, ժողովուրդը ուղարկեցին, շնորհակալություն։ Չեմ կարողացել գտնել բժշկին, Հայկ Մանասյանից չկա ոչ մի կոորդինատ, միանգամից ասեմ, տեսնենք մինչև վաղը ինչ կլինի։ Հենց որ այդ հաղորդումը կլինի այս հաղորդումից հետո, որտեվ Արանք ընկավ ապրիլի 24, հետո Վարդան Ղուկասյանի դատը, ես չեմ զանգել դեռևս ոչ ոքի, կզանգեմ վաղը, ամսի 27-ին, ապրիլի 27-ին։ Իսկ հիմիկվա իմ հյուրը կլինի Արտակ Խերիմյանը, համահայկական միաբանություն, քաղաքական նախաձեռնություն, այսինքն մի կազմակերպություն է, կարելի ասել, կուսակցություն չի, դուք չեք ճանաչում, որտեղ այսօր դաշտում հայտնի են նրանք, ովքեր ունեն մեծ ֆինանսներ, ովքեր կապ ունեն նախկինների եւ ներկաների հետ։ Դրա համար իմ հարթակը հենց այդ կարգի ուժերի համար է։ Դրա համար ես չկարողացա մերժեմ Արտակին, որտեղ Արտակ ինքը որոշ ասենց ռուսեն ասած սկեպտիչեսկի մոտիկացավ իմ առաջարկին, այդքան չի հավատում, հենց որ կքննարկենք այդ ամենը, թե ինչի չի ստացվում մեր մոտ համախմբում ուժերի ազգանվեր, հենց որ խնդրեմ ծանոթացեք Արտակ Խերիմյանի հետ։ Շնորհակալություն, նախ ներկայանամ Արտակ Խերիմյան, համահայկական միաբանություն քաղաքական նախաձեռնության հիմնադիր, բարև ձեզ։ Կոստա ջան, շնորհակալություն նման հնարավորության համար, իրոք շատ ճիշտ եք ասում, որ ունենք շատ մտավոր մարդիկ, որոնք ցանկանում են իրենց գաղափարների եւ ծրագրերի մասին խոսել, բարփակված են միայն Facebook-յան կամ Telegram-յան ալիքների մեջ, որտեղ շատ սահմանափակ մարդիկ են դիտում, իսկ մնացածում հասարակությունը կամ հանրությունը ճանաչում է, դա այն մարդիկ են, որոնք ունեն իրենց սեփական լրատվականները, շատ կոպիտ ասած արբանյակներ են բոլորը, գրեթե բոլորը արբանյակներ են, մի քանի հոգու։ Ինչպես ազգային ժողովում ասում ենք, ունենք 131 պատգամավոր, ես երբևիցե միշտ դեմ եմ եղել 131 ասած հասկացողությանը, որտեղ այսօրվա մեր ազգային ժողովը ունի ընդամենը 4-5 պատգամավոր, քանի խմբակցություն այնտեղ։ Այսինքն այդ կուսակցության ղեկավարները ոնց ասում են, ազգային ժողովի պատգամավորները պիկը սխմեն։ Այսինքն մենք այնտեղ չունենք այդքան պատգամավոր, այդքան խոսացող բերանում ենք, բայց պատգամավոր չունենք, այսինքն ժողովրդի մասին մտածող չունենք, ընդամենը 4 հոգի են, որոնց կամքն ազգային ժողովում արտացոլվում։ Այսքան մի բան։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, որ ասում եք քննադատեց, որ չեն միավորվի, դա հենց այնպես չեմ ասում, դա մենք երկար տարիներ աշխատում ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճման, զարգացման, արտաքին մարտահրավերների իրագործման մեխանիզմերի վրա։ Մենք ոչ թե աշխատում ենք իդեոլոգիայի վրա, մենք աշխատում ենք գործուն մեխանիզմերի, մասնագետների միջնորդությամբ, մասնագետների օգնությամբ, դրա համար դա շատ երկար տարիներ է պահանջվում, որովհետև ամեն մի ոլորտի համար կազմված է առանձին ծրագիր, ոչ թե իդեոլոգիա խնդրում իդեոլոգիան ծրագրից տարբերակ ենք, որովհետև իդեոլոգիան նա է, որ ասում ենք, այ պիտի գյուղատնտեսությունը զարգանա, սա իդեոլոգիա է, սա ծրագիր չի, բայց երբ որ ասում ես, որ ոլորտը ինչպես պիտի զարգանա, որտեղ պիտի զարգանա, ինչ գործողություններ է պետք անել, որտեղից է գալու ներդրումները, որտեղ է գնալու սպառումը եւ այլն, դա արդեն ծրագիր է։ Սա է ծրագիրը, ոչ թե իդեոլոգիա, որ ասում ես, ժողովուրդ ջան, ասեք կանենք, սա իդեոլոգիա է, ասում են ասֆալտը կանենք, սա է իդեոլոգիա, բայց ասֆալտը ինչպես են անելու, գումարները որտեղից են բերելու եւ այլն, որ հետո չասեն բյուջեին փող չկա, դա համար չկարացի կանենք։ Իսկ ծրագիրը նա է, որ պիտի արդեն կոնկրետ գործողություններ կատարվեն, որի միջոցով այդ գումարները պիտի ստեղծվի եւ մնացած բոլոր գործողությունները պիտի իրականանան։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի
Հա, ես հասկացա, բայց հիմա ոնց պետք է այդ ամեն ինչին հասնենք։ Նայեք, մենք հիմա արդեն գնում ենք Բացատրեմ։ ծրագրերին, արդեն դուք կուսակցություն չեք հիմա։ Նայեք, ես էլ Իհարկե ոչ։ կուսակցություն չեմ, ես ոչ մի, բայց իմ նպատակը նա է, որ այ ձեր բանի գաղափարը որ կար կոմիտեի, որ մենք հիմա պետք է Ըհը։ ստեղծենք մի Գալիս եմ ինչ-որ դրան։ հենց այդ կոմիտեն է կամ տես ես զանգել էի հեռախոսահամարներն է ուզում Կարեն Արայանի, Վարդան Ղուկասյանի կամ իր այդ Անահիտ էր կարծեմ թե Անի Խուդավերդյանի բժշկի մարդկանց եմ ես ընտրել ում հանրությունը ճանաչում է եւ հարգում է էլի մեկ էլ Էդմոն Մարուկյանի մարդիկ ով խոսում են այսա ես ուզում եմ հենց այդ ձեր ասած գաղափարին շատ նման է կոմիտե ստեղծվի Այմա ձեր այդ Հիմա կոմիտեն որ հասնենք այդ կարևոր իշխանությանը որ այս շախմատի տախտակը շուռ տանք ես 30 տարվա որ խաղում ենք հասնում եմ դրան։ Հիմա գալիս է դրան կամաց ուղղակի որպեսզի ավելի հասկանալի լինի։ Մենք եթե ուզենք կոմիտեից, սկսեմ կոմիտեից, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ստեղծել հայապետության կոմիտե, որի մեջ ընդգրկված կլինեն 75 անձ, բոլորը հավասար մեկ ձայնի իրավունքով, առանց նախագահի, առանց չգիտեմ, ղեկավար մարմնի, 75 հոգուց բաղկացած կոմիտե, որտեղ ներգրաված կլինեն Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բոլոր մարդկային զանգվածների մարդիկ։ Սա ինչ է յանից տալիս։ Մենք նայեք 75 հոգին ովքեր են։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք 49 քաղաք Երևանը ներառյալ։ Մեկ Երևանը դնենք մի կողմ, 48 քաղաք, ամեն մի քաղաքից մեկական ներկայացուցիչ։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքից իր կոմիտեի անդամի միջոցով արդեն ինքը կարողանում է հասցնել կոմիտեին, որպեսզի կոմիտեն տվյալ խնդրին արդեն լուծում տա։ Երկրորդ էլի ելնելով մեր մենտալիտետից, շատ կարևոր հանգամանք է մեր մենտալիտետը հաշվի առնելով, որ Լենինականցի, Գյումրեցի, Վանաձորցի, Աբարանցի, Քյավառցի եւ այլն, այս խնդիրները դուրս գալիս, որովհետեւ ամեն մի քաղաքի զավակ կոմիտեի մեջ է, ու այդ կոմիտեի մեջ ունի որոշիչ դեր։ Այսինքն բոլոր քաղաքները, բոլոր համայնքները ներգրաված են կոմիտեի մեջ։ Երևանը ունի որպես ամենամեծ վարչական տարածք ու ամենամեծ բնակչությամբ քաղաք, ունի 12 վարչական տարածք, ամեն վարչական տարածքից մեկական ներկայացուցիչ։ Մենք ունենք Արցախից 100,000 արցախցիներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում տարահանված են, դա երկու Արցախի ներկայացուցիչ ենք պլանավորում ընդգրկել։ Մեկ հոգի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, մեկ հոգի հոգևոր Սփյուռքի ամենաշատ բնակեցված երկրներից 10 երկրից ամեն մի երկրից մեկական ներկայացուցիչ, որոնք էլ արդեն մնացած բոլոր երկրները կարող են համակարգել եւ համայնքական միաբանությունից մեկ ներկայացուցիչ որպես ծրագրի կամ հիմնադիր կամ ղեկավար, որ այս ծրագիրը ղեկավար այս ծրագրի ով այս ծրագրի աշխատել է երկար տարիներ։ Մենք սահմանափակում ենք 75 հոգին։ Մենք երկար տարիներ, մոտ 3-4 տարի համարյա աշխատել ենք անհատական շփումների մակարդակով, ոչ հանրային անհատական շփումների մակարդակով, որպեսզի ձեր ասած հեղինակություններին եւ այլն մարդկանց խնդրենք, առաջարկենք, որպեսզի միանան կոմիտեի գաղափարին։ Այո, կոմիտեի գաղափարին միացել են, բայց շատ քիչ մարդիկ, քանզի կոմիտեի գաղափարը կամ ծրագրային այն գաղափարները, որոնք առաջ են քաշում, մեր քաղաքական դաշտին դա դուրս չի գալիս։ Ինչով դուրս չի գալիս, քանզի մենք առաջարկում ենք ոչ թե կուսակցական կառավարման մոդել, այլ անկուսակցական կառավարման մոդել, պրոֆեսիոնալ կառավարման պետական մոդել։ Քանզի մենք պիտի հասկանանք, թե մի 35 եւ ավելի տարիների մեզ ինչն է պատճառը, որ մեզ կարողանում են խաբել։ Այսինքն կարողանում են խաբել, ոչ թե խաբում են, այլ կարողանում են խաբել։ Ու մենք չենք կարողանում դա հակադարձնել։ Քանզի մենք ունենք թիմային կառավարման մոդել, հա, որ թիմն է գալիս, իր թիմը պարտադիր է, պաշտոններս արկեցին քաղաքական, արդեն պրոֆեսիոնալ պաշտոն չկա։ Մենք իրան դեմ ենք, մենք առաջարկում ենք բոլոր պաշտոնները պրոֆեսիոնալ, քանզի եկեք նայեք, ասում եմ, կարևոր չի ղեկավարը մասնագետա թե չէ, կարևորը տեղականն է։ Ուրեմն ժողովուրդ ջան, եկեք մի ասես բան հասկանանք։ Ինչքան ուզում է տեղակալը լավ լինի կամ մասնագետը լինի, եթե իր ղեկավարը չի հասկանում, ինքը իր անձնական շահից դրդված կարող է ղեկավարին խաբի, այսինքն ինչ թուղթ է, ինչ ստորագրի, քանի որ չի հասկանում։ Այսինքն ինքը չհասկանում, որ պիտի կառավարությունը ինչ որ բան ներկայացնի։ Միջազգային հատյաններն են տեսնել, որ այդտեղ
անհասկացող ոլորտում անհասկացողը ոչ մի փոխհարաբերությունների գալիս է սրում, լարում եւ այլն։ Արտակյան, դու Բրեժնևի վերջին տարիներին հասար էլի։ Հայաստանը Ղարաբաղն Չգիտեմ Բրեժնևին եմ հասել։ Դե չէ, նա արդեն բալի մեջ էր էլի։ Դու չես հասել էլի այդ անմեղսունակ ղեկավարներ էլի, որ նրա տեղակալն է, ինչ թուղթ տալիս է ստորագրում է էլի։ Ես էդի նկատում եմ, որ Հայաստանյան բոլոր նախարարները Բրեժնևներ են նստած։ Ում զամերը իրաց տեղաշարժ։ Ոնց կարա պաշտպանության նախարարը չլինի պաշտպանության փորձառու գեներալ։ Ոնց կարա ինքը կրթություն չունեցող բանակի հետ կապված կրթություն չունեցող ղեկավար լինի։ Թեկուզ բնապահպանության նախարարը ոնց կարա բնապահպան չլինի։ Նա չհասկանա թե բնությունից բանակ ենթանի բանա ծառը թուփը եւ այլն, ձուկը եւ այլն։ Այսինքն նա պիտի հասկանա։ Հիմա դուք նայեք բոլոր ոլորտները վերցեք ու նայեք բոլոր ոլորտները քանդվում են, քանդվում։ Կրթություն, գիտություն, մշակույթ բոլորը նայեք, որովհետեւ համար առաջինը մասնագետ չի։ Դրանք շատ ճիշտ է, բայց ես մի հոգի գեոլոգ գիտեմ, արխեոլոգ, շատ լավ զինվորական էր։ Դուք եք ճանաչում այդ արխեոլոգին։ Բայց ինքը մասնագիտությամբ զինվորական չի եղել։ Մոնթե Մելքոնյանը։ Ոնց որ Չէ, եկեք ուրիշ ձևաչափով նայենք, ոչ ոք երկրորդ մասնագիտությունը չի շղթել, բայց եկեք չմոռանանք մասնագիտությունը, այլ ոչ թե հենց այն հասկանում եք, երկրորդ մասնագիտությունը ոչ մեկ չի շղթել, բայց նա էլ է մասնագետ, այսինքն եթե երկրորդ մասնագիտություն է ստացել, մարդը հաշվապահ է եւ բժշկական կրթությունը երկրորդ մասնագիտությունն ամ կարող է հաշվապահությունը տանի, ամ կարող է բժշկությունը տանի, բայց նա արդեն չի կարող բնապահպանությունը տանի կամ չգիտեմ, սպորտը տանի, հասկանում եք։ Հասկանում եմ Արտակ ջան, հասկանում եմ, պարզապես ես առաջի տեղը կդնեի բարոյական մարդը, բարոյական եւ խելացի տրամաբանող մարդը։ Կաստե լավ պրոֆեսիոնալ, բայց սրիկա կարող է լինի։ Մենք հիմա հասկանում եմ դուք ինչ եք ասում, դա այսօր բոլորն էլ ասում են, բայց ոնց հասնել այդ օրվան, որ արդեն լինի։ Դե հիմա նայեք։ Մենք հիմա խոսում ենք, որ նախարարները անորակ են, մենք բոլորս է գիտենք, մենք երկրի պրեզիդենտն ենք, որ ասում էր ատոմակայանը փակենք, որ երկգլխանի երեխաներ չծնվեն, բայց դիպլոմներ ուներ այնտեղ հնագետ ու բան, Լևոն Տեր-Պետրոսյան, նենց որ դուք Ամերիկա չհայտնագործեցիք հիմա ժողովրդի համար, էլի։ Չէ, այստեղ խնդիր ուրիշ բանի մեջ է։ Դուք խնդիրն եք ասում, որ դեգեներատները 30 տարի կառավարում են երկիր ու սենց երկիր է։ Դա նոր մեծանիվ չենք, մենք հիմա ոնց հասնենք։ Եթե միտքը սկզբից ուշադիր միտքը սկզբից նայենք ինչի համար մենք եկանք դրա։ Մենք կոմիտե ստեղծելուց ենք ինչի չեն գալիս։ Հիմա ես էլ եմ ասում, հավաքելու տարբերակը շատ բարդ է։ Ինչի՞ չգալիս է։ Հավաքելու բան շատ բարդ է։ Բաց է բացատրում, հավաքելը շատ բարդ է կոմիտեի մեջ, այն մարդկանց, որոնք քաղաքականապես քաղաքական ձգտումներ ունեն, որովհետև ամեն մեկը իր տեսլական ունի, իր ձևաչափն ունի, ու ինքը իր թիմն ունի ու թիմին արդեն տված խոստումներ ունի։ Հասկանում եք, շատ դժվար է այդ մարդուն բերել, ասել արի մի կառույցի մեջ, որտեղ քո թիմը անելիք չունի։ Այսինքն քո թիմը անելիք ունի քո հետ միասին։ Ոչ թե պարտավոր է քո թիմի ամեն մի անդամ պարտավոր է ինչ-որ մեծ պաշտոն զբաղեցնի։ Սա խնդիրը, այս է խնդիրը, որ չեն կարող համախմբել։ Դրա համար մենք այսօր կոչ ենք անում բոլոր քաղաքական ակտիվիստերին, որպեսզի ակտիվիստները միանան կոմիտեի գաղափարին, որովհետև ոչ ոք թող չասի, որ ակտիվիստները, քաղաքական ակտիվիստները մեր նման մարդիկ, որոնք իրենց հանրությանը չեն ներկայացվել, այդ մարդիկ չկան ու այդ մարդիկ չեն կարող նման գործունեություն ծավալել։ Շատ են նման մարդիկ։ Շատ են։ Ես հենց այդ դու գիտեք ինչքան մարդ է ինձ հետ խոսում, ում սրտից պարզապես արյուն է գնում, ազնիվ մարդիկ։ Բայց ոմանք նամակներից ես հասկանում եմ, ոմանց կարծիքով Հայաստանում 3 միլիոն սրիկա է ապրում, բայց նորմալ մարդ չկա, ոչ Հայաստան, բայց կան մարդիկ, հենց այդ է պետք է իրար գտնել։ Ու հիմա նայեք, ասեք։ Նայեք, այստեղ մեր խնդիրը որ 3 միլիոն սրիկայի հետ կապված որ ասում եք, հանրությունը համ մեղավոր է այս ամեն ինչի մեջ, իրան գործունեություն, համ անմեղ է։ Անմեղ է նրան, որովհետև անելիքը չգիտի անելիքը, այսինքն ձևաչափը անելիքի ոչ ոք ցույց չի տալիս։ Եկեք մի հատ բան հասկանանք, որ ցանկացած քաղաքական ուժ, որը գալիս է իշխանության, բերում է իր հետ խաղի կանոններ։
որին ուզես թե չուզես, ենթարկվում է ողջ հանրությունը, բիզնեսը, պետությունը, մարդիկ, բնակչությունը, դա տերական համակարգը բոլորը անխախտի։ Այն խաղեկավները, որ բերում է եկող իշխանությունը, բոլորը դրանով են գնում։ Այս ժողովուրդը հիմա խաղեկավները ինքան են փոխվում, որ արդեն չգիտեմ որ խաղեկավների հետևից գնան։ Արդեն դրա համար է որ դուք ասում եք դեգրադացվում են, այս է դեգրադացման պատճառը։ Որ մարդիկ ամեն օր խաղեկավն է փոխում, ամեն օր մեկը ծլում է, հիմա մեր խոսակցությունից հետո ես վստահ եմ շատ են ասելու են ընդհանրապես հայրենիքի փրկիչ ծլեց ու մարդիկ ճիշտ կասեն, դες դա չեմ էլ ասում որ սխալ կասեն, բայց ամեն դեպքում ամեն օր մի հատ նոր խոսացող է գալիս, ամեն նոր խոսացողի հետևից ասում են ինչ ճիշտ է խոսում, բայց այդ նոր խոսացողները ժողովուրդ ջան ինչ են խոսում։ Ինչ եղել է անցյալում, որը մենք բոլորս գիտենք։ Թող մեկը ասի ինչ ենք անելու վաղը, ոնց որ հիմա Կոստյան այդ հարցը տվեց, որ հիմա պատասխանենք։ Ինչ ենք անելու վաղը։ Մենք հիմա կոմիտեի շրջանակներում, քանի որ չկարողացանք համոզել մեր քաղաքական դաշտի կուսակցությունների ղեկավարներին եւ մնացած քաղաքական դաշտի ակտիվիստներին, որոնք բոլորը ճանաչում եք, չկարողացանք ուղղակի, մարդիկ չեն ուզում։ Դե ես 3 տարուց ավել աշխատել եմ դրա վրա։ Դրա համար դա առաջի օրը չի, երկրորդ օրը չի, 3 տարուց ավել խոսացել ենք ու համարյա թե բոլորիդ ենք խոսացել։ Թե իմ բերանով, թե տարբեր մարդկանց բերանով այդ մարդկանց հետ զանգվել, խոսացվել չի լինում։ Հիմա մենք որոշել ենք ակտիվիստների միջոցով կոմիտեն ձևավորենք։ Ինչ է տալու կոմիտեն։ Կոմիտեն նախ ինքը իրանից ներկայացնում է 75 անձ, որոնք միասնական պիտի կայացնեն որոշումներ։ Այսինքն սխալվելու հավանականությունը 75 անգամ ցանկացած որոշում փչանում է։ Որովհետև ինչ մեկը քնից զարթի որոշում կայացնու իր գործի, ինչ 75 հոգի քննարկեն, որոշում կայացնեն, ուժեղ եւ թույլ կողմեր, նոր անցնեն իրագործմանը, սրանք տարբեր հասկացողություններ են։ Դրա համար կոմիտեն ինքը իրանից նախ եւ առաջ որոշումների անսխալական կատարման ինչ որ չափաբան է տալիս, երաշխիք է տալիս։ Երկրորդ, եթե կոմիտեն ձևավորվում է ու այս կոմիտեի շրջանակներում կոմիտեն ինքը իրանով կարողանում է մասնակցի թե ընտրություններին, թե այլ քաղաքական process-ներին, նայած թե քաղաքական իրավիճակը երկրում ոնց կստեղծվի։ Ինքը իրանից արդեն ներկայացնում է աշխատող մարմին, որը իր բնակիչների հետ, իր վարչական շարժանում իր բնակիչների հետ անմիջական տետատետ շփումների միջոցով կարողանում է ներկայացնել այն ծրագրերը, որոնք որ կորոշվի կոմիտեի ընդհանուր համաձայնությամբ։ Այդ ծրագիրը արդեն տետատետ ներկայացվելու է ժողովրդին, այսինքն մարդիկ ոչ թե տեսնելու են sense մեզ լսեցին իմ 1000 հոգի 1000 հատ հարց ունի, ինչպես է հարցերը տալու։ Միջալուց կարակ մեր տելեգրամյան ալիքի միանակ, երեկոյան ամեն օր ժամը 10-ին մենք պատրաստ ենք բոլոր հարցերի պատասխանենք, ձայնային եթերը միանում է մեր մոտ ամեն օր ժամը 10-ին կամ կոմենտերի միջոցով, բայց ամեն դեպքում տետատետ շփումը մարդու աչքերի մեջ նայելով շփումը, դա մի փոքր այլ արդյունք է տալիս։ Այստեղ մենք ակնկալում ենք, որպեսզի հանրության լայն զանգված արդեն լսելով ծրագրերը, հարցերից հետո համոզվելով ծրագրերի իրագործման հնարավորությունը, ակնկալելով վաղվա օրվա իր բավարարությունը, ոնց ենք ասում, մենք եկել ենք ձեզ կաշառելու ոչ թե փողով, այլ վաղվա օրով, հա, որպեսզի մարդիկ հավատալով համախմբեն ու այդ համախմբման արդյունքում ցանկացած ընտրություն կարելի է հաղթահարել, ինչքան էլ վարչական ռեսուրս օգտագործվի ընտրությունների ժամանակ։ Արտակոմիտեից բացատրեցի։ Հա, ես հասկացա, դուք շատ լավ եք ասում, բայց եկեք մի բան ասենք, այդքան համախմբելը մեր ժողովրդին հեշտ չի։ Նույն ձեր ասած գաղափարը ամեն մարզից, ամեն մի քաղաքից, գյուղից, դա նույն բանի տարբերակն է գալիս, կուսակցության համարյա։ Կուսակցություններն էլ ունեն նույն վարչական շրջանները Երևանի բաժանված են ամեն մարզերում, գյուղերից, քաղաքներից, սենց դա նույն կուսակցական իրանց ակտիվի տարբերակն է։ Պարզապես ձեր ասածը հա կուսակցական ակտիվը դա մի քիչ ուրիշ է, այնտեղ իրանք շտաբներ են հիմնում, ու այդ շտաբները ոչ մի ներազդեցություն կուսակցության գործունեության մեջ չեն կարող ունենալ։ Հա, կուսակցության շտաբն է, շտաբի ղեկավարն է, всё, ուրիշ բան չկա ասել։ Այսինքն նա ինքը խորհրդի մեջ չի, որ որոշում է, ինքը ասեց, ուրեմն ասեց։ Ինքը բերեց իր ժողովրդի խնդիրները։ Հիմա նա դրա խոսքի բոլոր տեղերն է։ Հա, դուք ուզում եք ասեք, որ կհավաքեք 75 հոգի, որ հավաքվեն 75 ամբիցիոզ անձ, ոչ թե ճորտի հոգեբանության, շեֆը ասեց կոշիկները կլպստեմ, հա,
ոնց որ կան կուսակցություններում, էլի կարող օրինակ այսօր Սերժ Սարգսյանը ոտեցցեր, ասել բոլորը եկեք լպստեք, ու կգան կլպստեն, այսինքն բոլոր իրանց այդ ձևը գիտեմ, հա, նույնն էլ բարգավաճը վերցնենք բոլոր մեր կուսակցությունները, այնտեղ ամբիցիոզ անդամներ չեն եղել, ոչ միտեղ, դուք ուզում եք մեր ազգի մեջ հավաքեք 75 հոգի ամբիցիոզ, հայրենասեր ամեն քաղաքից, որոնք կազմավորեն դա շատ գեղեցիկ է, բայց իրականացնել կլինի։ Ուրեմն նայեք, ամենափոքր քաղաքում ապրում են իր գյուղերի հետ միասին, ապրում են ոչ քիչ քան 10,000 մարդ։ Եթե 10,000 հոգուց 1 հոգի չի գտնվելու, 10,000 հոգուց 1 հոգի պատկերացրեք արդեն, ես չեմ կարծում։ Ես ավելի լավ եմ տրամադրված։ Հա, այդ ամեն ինչը հնարավոր կան ամբիցիոզ մարդիկ, բայց մարդիկ պետքա դրան հավատան, հələ ամենասկզբում հավատան։ Ոնց հավատան։ Այստեղ խնդիրը չէ, դե նայեք։ Այդ ծրագրին խնդիրը ուրիշ տեղ է, Կոստա ջան։ Հա։ Խնդիրը ստեղ է, մարդը ոչ թե պետքա մեզ հավատա, այլ ինքը իրան, որովհետև կոմիտեն մի անդամներ ինքնա ոնց որ ես, մյուսը, ինչ տարբերություն։ Այսինքն ինքը իրան պիտի հավատա։ Այսինքն ինքն է բերելու այդ կոմիտե իր ծրագրերը, իր գաղափարները։ Ինքը իրան պիտի հավատա, մենք ստեղ ինքը եթե մտավ կոմիտե, ինքը իրան պիտի հավատա, ոչ թե ինքը գալիս է մեր ծրագրերով, այլ ինքը գալիս է իր ծրագրերով։ Մյուսը գալիս է իր ծրագրերով։ Ծրագրերը դնում ենք սեղանին եւ ստեղծում ենք մեկ ընդհանուր ծրագիր, մեկ ընդհանուր, հա, կոմիտեի նիստի ժամանակ քննարկում եւ ընդունվում է մեկ ընդհանուր ծրագիր, որը եւ բոլորի համար ընդունելի է ու այդ ծրագիրը ներկայացնում ենք հանրությանը։ Այսինքն մարդը պետք չէ որ մեզ հավատա, մարդը պետք է որ ինքն հավատա, այդքան մի բան։ Հիմա մի հարց տամ, տեսեք sense մի բան ասեմ Արտակ ջան, ես անցած իմ հաղորդմանը ես 4 հոգու ուղեցի, դեռևս խոսացել եմ Կարենի հետ Արեյան, մյուս 3-ի հետ կխոսամ երևի վաղը արդեն, դե ժամանակ տվեցի որ համ հաղորդումը դիտումներ ունենա, համ մարդիկ լսեն, համ փոխանցեն, ապրիլի 24 մեջտեղ ընկավ Վարդան Ղուկասյանի դատը։ Հիմա պատկերացնենք, հիպոթետիկ այսպես, որ օրինակ բոլորն էլ համաձայնվել են, պատկերացնենք, Կարեն Արայանը շատ լպրծուն պատասխան, ոչ թե լպրծուն, ինքը ասեց, որ ես առաջարկել եմ, դա մյուս հաղորդմանը կքննարկենք, բայց իրանք չեն միացել ինձ։ Ես ցույց տվեց մարդը ուղիղ այդպես հաղորդում, ես բան չունեմ ասելու։ Բայց ես չգիտեմ, նա ինձ կմերժի թե չէ։ Հասկանում եք, մենք խոսացինք, բայց մի արդյունքի չեկանք, էլի, որ ասեմ, որ 3-ը միանան, օրինակ Կարենը կմիանա, կամ չի միանա։ Այդտեղ պետք է դիվանագիտություն աշխատի հետագայում։ Ես հիմա ասենց եմ մտածում, էլի, օրինակ եթե համաձայնվեցին, խոսքի օրինակ Էդմոն Մարուկյանը, Անի Խուդավերդյանը եւ Բժիշկը միանան ինչ որ մի ընդհանուր հարտակի մեջ։ Դուք ձեր գաղափարով կմիանաք, թե կասեք պարտադիր պետքա լինի 75-ից, դուք 4-ն եք, հələ 71 հոգի էլ պետքա գտնենք, որ այդ ծրագիրը իրականացնենք, թե դուք կասեք ես կգնամ առանձին հավաքեմ իմ 75 հոգուն։ Այսինքն մի հարց։ Շնորհակալություն հարցի համար, նախաբանը մի հատ սենց բերեք նայեք, դուք շեշտում եք միանան ինձ, երբ որ դու ասես միանան ինձ, այդտեղ արդեն քաղաքական ոչ մի ուժ չի միանում քեզ։ Ուրիշ բան է, եթե քաղաքական կոալիցիա է ստեղծվում, հա, նոր ինչ որ մի հատ ուժ, օրինակի համար 5 քաղաքական ուժերը միանում են, ստեղծում են ինչ որ մի հատ նոր քաղաքական խմբավորում, որի համատեքստում բոլոր քաղաքական ուժերն են, դա հնարավոր է, բայց որ ասում են միացեք ինձ, դա արդեն անհնար է։ Ինձ ում նկատի ունեք, ինչ վերաբերում է մեր միանալ Չէ, Կարեն Արեյանի, որ ասում եք ասել է միանան ինձ, որ ասում ես միանան ինձ, արդեն ոչ մեկ չի միանալու։ Ահա, ինձ միանալը մեր ժողովրդի մոտ մի փոքր այլ ձևաչափով է ընդունվում, էլի, մի փոքր լավ մտածենք, կտեսնենք, որ դա մի փոքր այլ ձևաչափով է ընդունվում։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժի միանալու ցանկացած այլ կոալիցիաներին կամ խմբավորումներին, մենք այսօր պատրաստ ենք եւ միանում ենք եւ համագործակցում ենք։ Մեր մոտ չկա ինչ որ տես անձնական ամբիցիաներ, մենք պաշտոնապես 100 տեղ արդեն հայտարարել ենք 1000 եթերով էլի հայտարարել ենք ու մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մենք պաշտոնի ընդհանրապես ոչ մի ցանկություն չունենք, ոչ թե ցանկություն չունենք, այլ մերժում ու հրաժարվում ենք ցանկացած պաշտոնից։ Խնդիրը մի քիչ տեղ մենք ուրիշ տեղ ենք տեսնում էլի։ Ուղղակի եթե
կոալիցիան այդ խումբը որ հավաքում է, պիտի հասկանաս թե ովքեր են այդ մարդիկ, եթե արբանյակներ են, ու դու հասկանում ես, որ այդ արբանյակները քեզ տանելու են ինչ-որ մի կետ, որտեղ որ այդ կետից այն կողմ իրանք արդեն հետադարձ քայլ են կատարելու ու ամբողջը վիժեցնեն, իմաստը որն է այդ խմբավորմանը միանալու։ Եթե դու գիտես արդեն հաստատ, որ ինքը գալիս է մի կետի ու ինքը վիժեցվելու է։ Օրինակ ինձ հիմա շատերը կարող է Արտակ, հա, դուք լսել եք իմ անցած այդ հաղորդումը։ Այո, լսել եմ, իհարկե լսել եմ։ Արյան երթման պահը հիշում եք, ես այդ խումբը, տեսեք, ինձ մարդիկ շատերը գրում են, մեր ազգը հետամնաց է, մի օր մեկը շատ լավ գրել, ասում է Կոստյա, մեր ազգը հետամնաց է, մեր ազգի 60%-ը ահավոր մարգինալ է, ոնց այդ մարդուն բացատրես էլի, ես ասեցի, ես պատասխանեցի, որ դրա համար ես իրանց առաջարկել եմ միջնադարյան լուծում, միջնադարյան անգրագետ մարդը, որ գիտեր երկրագունդը ուղիղ է, ամեն ինչ պատտվում է երկրագնդի կողքը, այդ մարդը հասկանում էր արյան երթումը։ Ոնց կվիժեցնի օրինակ բժիշկը կամ վերցնեմ նույն Վարդան Ղուկասյանը այդ ալյանսը ազգափրկիչ էլի հասկանում եք արյան երթվյալների էլի ասենց ասած կոմիտեն եթե նրանք իրաց արյան վրա երթում են տվել այդ մարդկանց կարելի է Երևանում որտեղ տեսնել թքել ու պախարակել ես չեմ հավատում որ այդ աշճան անբարոյական է մեր հայ տեսակ էլի որ պետքա Էդմոն Մարուկյանը գա արյան երթում տա ու հետո պահը գա գնա վիժեցնի հետո նա Հայաստանում ոնց է մանգալու Երևանում նա ոնց է Երևանում գնալու սրճարան կամ Կարբիսի աչքերի մեջ նայելու այդքանից հետո Կարբիսը չի ասի դու տղամարդ ես դու ամենավերջի փալասն ես Հասկանում եք, սենց պիսիմիստորեն նայենք, որ այ արդեն մենք գիտենք, որ մենք հավաքեցինք 4 հոգի, 5 հոգի, 10 հոգի, որ իրաց արյան վրա երթում տվեցին, որ չեն համագործակցելու նախկին սրիկաների հետ ու ներկա, որ այդ մարդիկ կարող է այդքանից հետո գնան։ Լսեք, ավելի լավ է, խորհուրդ եմ, ատոմակայանը պայթացնենք այդքանից հետո ու բնաջնջենք Հայաստանին լրիվ։ Ընդհանրապես հայկական գենը ջնջենք, եթե արժանապատվությունը կորել է մեր ազգի մոտ։ Հասկանում եք, այսպես պետք է դաստիարակվի նոր արժեհամակարգ մարդկանց մոտ։ Համաձայն եք, դե հիմա ասեք, այդքանից հետո դուք արյան երթում տալուց հետո կգնաք ուրիշ ճամբարի կմիանաք։ Կոսյա ջան, եկեք չանհատականացնենք, ես անհատների մասին իրավունք չունեմ ոչ մի բառ խոսելու։ Չէ, ես սիրում եմ անհատականացնեմ, օրինակ բերեմ, որտեղ ազգը մարգինալ է։ Չէ, ես դրա իրավունքը չեմ տալիս ինձ։ Հա։ Ես դրա իրավունքը չեմ տալիս, դրա համար ես չեմ անհատականացնի, բայց ես կբերեմ փայլուն օրինակներ, որպեսզի դուք պատկերացնեք։ Ինչ է նշանակում երթումը։ Ցանկացած իննակուրացիա դա արդեն երթում է Աստվածաշնչի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա։ Ցանկացած զինվորական երթում է տալիս Աստվածաշնչով եւ Սահմանադրությունով, զինվորական իննացուստավով եւ այլն։ Բայց մենք տեսանք Արցախում ինչ կատարվեց, այ զինվորականների հետ կապված եւ այլն։ Մենք տեսնում ենք մեր նախագահները, որոնք երթում են տվել, ինչ արեցին, ուր բերեցին, ուր հասանք։ Այսինքն այդ երթման process-ը արդեն դարձել է, չգիտեմ, սովորական բան։ Այսօր որ դուք մի եթերում էլ որ ասացիք հայը հային խափում է եւ այլն, ձեր կարծիքով ո՞նց է խափում, էլի երթվելով է խափում, օրիսով չի խափում։ Երթումը հորս արև, վաղը չեմ իսօրը կանեմ ես ինչ բանում չի անում։ Այսինքն այդ երթումը դառնա մեր համար սովորական բան։ Ես կարծում եմ, որ նույնը արյան երթումն է, դա երթումը ինչ կապ ունի։ Երթումը իմ կարծիքով արյան երթումներ է գալու այդ նույն բանի, քանի որ եթե մարդը ինքը իր մեջից արդեն ոնց ասեմ, փչացած ասեմ, թե չգիտեմ ինչ է, ինչ եմ ուզում ես արա, ինչ երթում եմ ուզում ես դու, մեկը ինքը այդ մարդն է, հետո էլի մեր շենց կարկառուն քաղաքական ուժերի պես մեղքը գցի ուրիշի վրա, որպեսզի ինքը մաքրվի եւ ինքը մաքուր ապրի։ Դրա համար ես կարծում եմ, որ դա ոչ թե պետք է մենք երթման գնանք, այլ մարդկանց պիտի ճանաչենք ու ճանաչման հիման վրա փոխադարձ վստահությամբ գնանք։ Որովհետև ելի եմ կրկնում, հա երթումը ես պատրաստ եմ երթվել թե արյունով, թե սահմանությունով, թե Աստվածաշնչի վրա եկեղեցում խնդիր չկա, երթման խնդիր չկա, մարդը պիտի մարդանի, թե չէ երթումները մարդուց է գալիս, հասկանում եք, կարող մարդը ընդհանրապես չի երթի, բայց այնքան բան անի, որ երթվանները երբևիցե նման բան չեն կարող անել։ Ես սենց եմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում կներեք,
ասեք վերջացնեք։ Ներողություն եմ խնդրում։ Ինչ վերաբերում է Կարեն Արայանին, որին ես շատ հարգում եմ, միջարոց հարգում եմ ու մենք էլի որոշակի տեղ համագործակցում ենք։ Ինչ վերաբերում է բժշկին, ես ճիշտ ասած ես վերջերս եմ ինձ տեսել, ես չեմ ճանաչում, չգիտեմ։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուկյանին, միտեղ կհամաձայնվեմ, որ այսօր քաղաքական դաշտի խելացի մտավոր ունակություններից մեկն է, մտավոր ունակություններով օժտված մարդկանցից մեկն է, բայց քաղաքական թոփոյի մեջ այս կողմից մի քանի process-ներ ենք տեսել իր մոտ, ու այս վերջերս մենք հրավիրեցինք մեր Telegram-ը Ալիկ Էդմոն Մարուկյանին, որպեսզի զեկույց կարդա, տեսավ մարդկանց քանակությունը քիչ է, ասեց խմբերի, ես այս խմբերին չեմ մասնակցում։ Այսինքն մարդիկ անհատական աշխատանքին կողմնակից չեն, նրանք մասսաներ պիտի լինի, ստադիոններ պիտի լինեն, համալիրներ պիտի լինեն լսված, որպեսզի իրենց թույլ տան այս ժամանակը վատելու։ Մենք ընդհակառակը աշխատում ենք անհատական, ամեն մարդու հետ, ցանկացած մարդու հետ, ով զանգում է, ով ուզում է, բոլորին համը բացեք։ Մեր հեռախոսի համարներն են բոլոր տեղերում տեղադրված մարդիկ կանթած զանգում են ու մենք անհատական ենք աշխատում։ Դրա համար իրանց հիմա այս ձևաչափը թե ոնց կստացվի, ես չգիտեմ։ Ամեն դեպքում դուք ճիշտ եք առաջարկում, լավ բան եք առաջարկում, բայց ամեն դեպքում մարդու մեջից էլ պիտի լինի։ Չէ՞ եմ կրկնում, նայեք, այդքան երաշտում տվողներին չեն արել որ։ Ես Արտակ ջան, հա, հիմա առաջինը երթում տալու պահը, տեսեք, քաղաքական նախագահը երթում է տալիս։ Նա քաղաքականության մեջ չկա, օրինակ, ինքը երթվում է ծառայի հայ ժողովրդին։ Ամեն ձևով իրանք ծառայել են։ Տես այսօր Սերժը կասի, ես ծառայել եմ հայ ժողովրդին, ոչ մի տիզ հող հետ չեմ տվել։ Բայց եթե տար, դա ոնց կհամարեն։ Տեսեք, դա ինքը ծառայել է, ինքը իր խղճով արել է։ Տեսեք, ստեղ իրանք ժողովրդի լեզվով ասած կրուտիտ լինելու տեղ այդ քաղաքական որոշումների մեջ իրանք շատ ունեն, շատ ունեն։ Բայց այս իմ ասած երթման մեջ սովորական պարզ երթում է չհամագործակցել նախկին երեքի հետ։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու Նիկոլ Փաշինյան։ Ու նրանց այդ առաջին 7 հոգու հետ էլի կարկառուն դեմքերի։ Դե չես որ շատ պրոֆեսիոնալներ կան, որ եղել են կամ հանրապետականի հետ, կամ բարգավաճի հետ, դա կապ չունի։ Մարդիկ եթե պրոֆեսիոնալը պարզապես համակարգի մեջ է եղել, ուրիշ ձև չի կարողացել, ես այդ մարդուն դեմ չեմ։ Բայց կարևորը այդ երթում տալուց չհամագործակցեն այդ երեքի ու նրանց առաջին օրինակ համարների հետ։ Օրինակ ես չեմ ուզի տեսնեմ նոր ձևավորված կառավարության մեջ Դանիել Իոնիսյանի։ Չեմ ուզենա տեսնել Իշխան Սաղաթելյանին։ Այդ կերպարները որ կան, հասկանում եք, որ բացառվեն, որ չլինեն։ Այդ իմ ասածը դա է, երթումը շատ սովորական է։ Ես չեմ ասում երթում տան ծառայել արյունով հայրենիքին։ Հիմա նայեք, Հիտլերն էլ էր ծառայում իր հայրենիքին, բայց ինչ ստացվեց։ Հասկանում եք, դրապես հայրենասեր, բայց Գերմանիան հակառակը, նա տարավ դեպի կործանում։ Այդ պահին էլի այդ ամեն ինչից հետո։ Դրա համար քաղաքական գործիչը, որ ինոգուրացիայի երթումը դա մի բան է, բայց իմ ասածը լրիվ ուրիշ երթում է։ Իսկ ինչ որ ասում եք, նայեք, այդ քաղաքական ուժերին վերցնենք նույն հենց ումա վերցնենք բժիշկին, որ ուրիշի վրա շատ բժիշկը քանի տոկոս ձայն կհավաքի արդյոք 51% ձայն, որ իր նպատակին հասնի։ Նա եկեք պրագմատիկ լինենք, նա այդքան ձայն չի հավաքի։ Իմ թվարկած 4 հոգուց ոչ ոք, նույնիսկ Վարդան Ղուկասյանը Երևանում քանի տոկոս ձայն հավաքեց։ 3% էր, քանի 4% հասավ։ Արդեն չեմ հիշում։ Նա ոնց կարող է մյուս ընտրություններին դա կարող է լինի աշնանը։ Մեկ է տեսակ կամ մյուս տարի 51% հավաքի։ Իմ ասածը պրագմատիկ հաշվարկն է, ոչ թե որ հա Էդմոն Մարուկյանը ձուկը ջրում արդեն մինիստրի պաշտոններ է բաժանել իր թիմին։ Թող գա աթորեն հասնեն պաշտոնին, էլի այդ իշխանությունը փոխեն։ Դե չէ մեծ բոլորը խոսում են, հայրենիքը առաջի տեղում է։ Դուրս է գալիս իր թիմի աթորներն է առաջի տեղում, հետո հայրենիքի փրկությունը։ Այ իմ ասած ֆիլտրը, որով անցկացնենք, դա է։ Գտնենք, ես կզանգեմ կխոսամ։ Ես էլի չեմ ասի, Էդմոն Մարուկյանի ձևաչափը ինչ ձևաչափով է, ինքը դա պաշտոնաբաժանել թե չէ, քանի որ չգիտեմ ես։ Մենք հիպոթետիկ ենք խոսում, սա հիպոթետիկ է։
Այս մեր վերլուծությունները ամեն ինչ հիպոթետիկ է։ Ուրիշ ձև չհասկանան, մեր հանրությունը ուրիշ ձև չհասկանա։ Երկրորդ, հիմա եկեք մի հատ այս ձևաչափով նայենք, որ մենք դեմ ենք նաև այն հասկացողությանը, եկեք սրան հանենք, ժողովուրդ ջան, հաշվեք, եկեք հանենք, հանել ենք արդեն, չկա, ինքը չկա, եկել է Գասպարյան, եթե Գասպարյանը կոնկրետ չունենա ծրագիր, կոնկրետ չիմանա, թե վաղը ինչ քայլերով է ծրագիրը իրագործելու, ինքը դառնալու է մի քանի օր հետո ներկա եւ նախկին իշխանությունների շարունակությունը, իրավահաջորդը, տարբերություն չկա, եկեք նայենք Արցախը, Բարեկ Հարությունյանին հանեցինք։ Եկավ Շահրամանյանը, ինչ եղավ, մի շաբաթ հետո Արցախը չունենք։ Ուղիղ մեկ շաբաթ հետո Արցախ չունենք։ Այսինքն այդ մենակ հանելով չէ, որ սան հանենք ու պրծանք։ Չէ, հանելուց հետո երկրորդ փորձությունն է գալիս։ Եթե նորերը չգիտեն, թե ինչ պիտի անեն։ Այսինքն դու միջև չիմանաս քո գործողություն։ Հիմա ես մեկ օրինակ բերեմ, կա մեկը, որ իր ընտանիքի հետ կնստի մեքենա ու կգնա անհայտ ուղղությամբ չիմանա թե ուր։ Եթե մեկը կա, թող ասի, ես տես բան կանեմ։ Արտակյան, եթե ասում հանենք, հետո կորոշենք, գնացեք, հետո կորոշենք։ համաձայն եմ, ձեր ասածը կրկին սահմանադրություն փոխելն է։ Պետք է նոր իշխանությունը փոխի սահմանադրություն, որ այստեղ ամեն դեպքում է սահմանադրությունը փոփոխվելու, ամեն դեպքում, բայց փոփոխվելու է ոչ թե ադրբեջանական տարբերակով, այլ պիտի փոփոխվի հայկական տարբերակով։ Սա պարտադիր է։ Փոփոխման պիտի ենթարկվի ոչ թե անկախության հռչակագրի կետերը փոխելով, այլ անկախության հռչակագիրը կոնկրետ հիմք ընդունելով։ Ես էլ կասեի անկախության հռչակագիրը շատ մեղմ է գրված, մի քիչ ավելի կոշտ ու կոպիտ պիտի գրվեր, կոնկրետ տարածքներ պիտի նշվեր, թե որ տարածքների պանջատեն ենք մենք, ու ես կառաջարկեի, որ սահմանության մեջ կոնկրետ նշվեր, թե որ տարածքների պանջատեն ենք։ Կարս, Մուշ, Ղարաքիլիսյան, Նախիջևան, Արցախ եւ այլն։ Անխտիր բոլորը, որպեսզի արդեն մեր պետական ուղղությունը բոլորի համար պարզ լինի։ Ու արտաքին մարտահրավերները, որոնք այսօր ամեն օր ճնշում են, որ դրա մասին չխոսենք, արդեն ձեռ քաշեն մեզ այդ ընդունված բանը։ Մեր ուղղությունն է դա։ Այսօր կներեք, ոչ մի պետություն չի խորշում ասելու, որ այս պետությունները մեր թշնամիներն են։ Չի խորշում, պետական դոկտրինան է, որտեղ գրված է, այս պետությունները մեր բարեկամներն են, սրանք մեր թշնամիներն են։ Այսինքն մենք ունենք այդ դոկտրինան, չունենք։ Հիմա երկրորդ դուք ասացիք դրոշի հետ կապված Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշի այրման պրոցեդուրան ներկայացրեցիք։ Ես շատ կողմնակից եմ դրան, ես ընդհանրապես դրան ված չեմ վերաբերվում, ընդհակառակը պիտի ավելի շատ այրվեր, ավելի շատ պիտի ինքը տարածվեր։ Ինչի համար։ Երբ որ մեր դրոշն են այրում ու մեր դրոշի վրա Ալիևը ոտքերն է մաքրում, դա նորմալ է, շատ նորմալ է, բոլորը դա նորմալ են ընդունում, բայց եթե իրանց դրոշն են սարքում պոլիփալաս, իրանց դրոշն է վառում, սա պիտի չոքեն, ասեն, վայ, չէ, դες բան չկա, ընդհակառակ ավելի կոպիտ ու այսինքն ինչ քո հանդեպանում են երկու անգամ ավելի կոպիտ դու պիտի անես իրանց հանդեպ, այդպես են կարծում։ Այ ես հիմա արձագանքեմ այս դրոշի պահին։ Ես ձեր հետ համամիտ եմ։ Երբ որ Կարմիր բանակը մտավ Բերլին, Ռայխստագի վրայից դրոշը հանեցին, կախեցին հաղթանակի դրոշը, Знамя Победы։ Ես համաձայն եմ, Ալիևը գրավեց օրինակ Ֆիզուլին կամ Հադրութը, այդտեղի դրոշը պոկեց եւ սրբեց իր կոշիկը։ Մենք պարտվել ենք։ Բայց նայեք, մենք չենք գրավել օրինակ, մտել օրինակ ուր Կիրովաբադ, Անդերի դրոշը պոկել ու վառել, հասկանում եք, մենք հեռահար դրոշ ենք վառում, պարզապես, եթե գնանք հասնենք Անկարա եւ իրաց կառավարության վրայից պոկենք դրոշը վառենք, ես կհամարեի դա հաղթանակ է, բայց հասկանում եք, սա նման է հեռահար հայհոյանքին, ոնց որ նստես մի հատ անհայտ շենքի անհայտ կտուրին, որ ոչ մեկ տեղը չգիտե, ու սկսես խլեշի ֆեստիվալ անցկացնես, գնա տղամարդավարի դիմացից ասա, հասկանում եք, նույնը դրոշ վառելը, ես համար Ալիևի պահը մեր հետ մի քիչ են չի, խիզախությունը, հա, վերեք ես էլ հիմա տնեմ վառում, ստեղ Ամերիկայի դրոշը կամ եսի Մարսի, Մինչև 20 թիվը դրանք մեր դրոշը ամեն օր վառում էին, մինչև 20 թիվը ամեն օր դրոշ են վառում, ամեն օր ցույց են տալիս ու ծափահարում էին, մինչև 20 թիվը, ու Հայաստանի Հանրապետության դրոշ են վառում, ոչ թե Արցախի, մի անգամ շփոթվել են Կոլումբիայի դրոշ են վառել Հայաստանի տեղը, գիտեմ, լսել եմ, համաձայն եմ, բայց իրանք համ վառում էին, համ բանակ էին, սարքում համ նորագույն զենքեր են առնում, իսկ մենք նոր կենացներ ենք հորինում ու նոր երկեր ենք սարքենք, Այմա պիտի վառենք ու սարքենք, մենք էլ պիտի վառենք ու սարքենք,
Աստված տա, բայց ես այսօր մի բան գիտեմ, մի ճշմարտություն կարելի է ասել։ Մեր ժողովրդում Հայաստան վերցնենք, չկա փողոց, որ չի տվել զոհ։ Չկա գերդաստան, որ ինչ որ մեկին չի թաղել կամ ինչ որ բարեկամի թաղման չի եղել։ Այս 44 օրյայից հետոյի նկատի ունեմ։ Հասկացեք, մարդիկ հոգնել են այդ զոհասեղանին իրանց երեխաներին տալով։ Հասկանում եք, այսօր Հայաստանում դուք ասեք, մենք գնալու ենք ձեր երեխեքին, դուք տեսնում եք հիմա ձեր փոքր երեխան վազվզում է։ Տեսեք 18 տարեկան երեխա է, 6 տարեկան է, 4 տարեկան է։ Ես գալու եմ իշխանության, ձեր ասածը դա է։ Տեսեք, ձեր երեխով հիմա ուրախացեք, գնալու եմ 10 տարի, 15 տարի հետո գլուխը ուտեմ։ Նրանք ձեզ չեն ընտրել։ Նրանք այս կարգախոսից ժողովուրդը հոգնել է։ Ես ժողովրդի վախերն եմ գնահատում։ Ուրեմն եկեք ստեղ էլ մի հատ ուրիշ բան ասեմ, մեր տեսլականն էլ է մնացածի հետ տարբերվում, ու ռադիկալ է տարբերվում, շատ կտրուկ է տարբերվում, քանի որ բոլորը մտածում են, թե ոնց կարան հայի արյան գնով ինչ-որ մի գործ անեն։ Ժողովրդյան շատ այլ ընտրակային տարբերակ, որ առանց մի կաթիլ հայի արյան կարելի է նույն գործերն առնել, առանց մեկ կաթիլ հայի արյան։ Երբ որ մեր ներկայիս իշխանությունները ինչ որ անունը չտամ, ինչ որ փաստաթղթեր են ստորագրում, որ նման հնարավորությունները չկարողանան իրագործել, այդ հնարավորությունները կան, ռեսուրսները կան, որ առանց հայի արյան, մենք իրեն ասում, ժողովուրդ, մենք այսօր ունենք ավելի շատ գենի խնդիր, քան թե հողի խնդիր։ Մենք գենի խնդիր ունենք այսօր, լուրջ գենի խնդիր ունենք։ Եվգենի, բայց եթե մենք այսօր կազմակերպում ենք այնպիսի մի հատ ծրագիր, որի միջոցով մենք կարող ենք մեր պահանջատիրության էլ հասնենք, ցեղասպանության ճանաչման էլ հասնենք, Արցախին ու մնացած մեր տարածքներին էլ հասնենք, Ժողովրդյան ամենաթանկ բանը դա խելքն է։ Խելքով է պետք աշխատել։ Ոչ թե բազուկով գնացինք, կրակեցինք, սպանեցինք, մեռանք եւ այլն։ Չէ, եթե կա խելք, կա ուղեղ, կա մշակված հստակ ծրագիր, որի միջոցով կարելի է շատ հանգիստ շեշտում է առանց հայի մի կաթիլ արյան հասնել այնպիսի հաջողությունների, որ նույնիսկ շեկել երազ է։ Այդ ամբողջ ծրագրերը կան, այդ ամբողջ ծրագրերը ունենք, մոտ 5-6 տարի մենակ այդ ծրագրերի վրա ենք աշխատել, շատ լուրջ ռազմական մասնագետներ են աշխատել, թե եվրոպական, ամերիկական, ռուսական, շատ լուրջ մասնագետներ են աշխատել։ Մենք այդ ամբողջ արդեն սարքել ենք, ստեղծել ենք, 17 տարի մենք մենակ դրա վրա ենք աշխատել։ Մենք հենց այն չենք ասում, մեկ եք սանց փոխենք, հետո չհասկանանք ինչ ենք անում։ Չէ, մենք գիտենք ինչ ենք անում, հաջորդական քայլերը։ Իշխանապողության հաջորդ րոպեին ինչ ես անելու, 10 րոպե հետո ինչ, մի ժամ հետո ինչ ես անելու։ Անմիջական բոլոր քայլերը։ Դրանք շատ լավ են, շատ լավ, շատ հիանալի է, ասենց ականջը շոյում է մարդկանց։ Բայց մեզ հիմա պետք է սովորական այսօր հասնել իշխանության։ Հասնել նրան, որ մեր ժողովուրդը հավատա, որ այսօր իրականություն է փոխվել, որ տեսեք, անցյալի պես ընտրություններ կեղծել էլ չեն կարող։ Աշխարհը հետևում է, այսօր Հայաստանն էլ են կարգավիճակում չի, ոնց որ նույնն են, ոնց է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի ժամանակ կոպիտ կեղծ էին։ Հասկանում եք, այսօր Հայաստանի դիրքը աշխարհում այն ձև է, որ հազարատ աչք կա արդեն։ Հազար տեղից կթքեն այս նեղ վիճակում Հայաստանի վրա, եթե ինչ որ մեկը կեղծի այդ ձևի։ Հենց որ կա տարբերակ հաղթելու։ Պարզապես պետք է ժողովուրդը համախմբվի, քաղաքական ազնիվ ուժերը համախմբվեն իրար գլուխ։ Ու կեղտոտներին մեջտեղից հանենք։ Ասեք։ Ուրեմն ես էլ եմ ասում, անկախ դա տերևական համակարգը կտա գնահատական ովակեղտոտով հանցագործ, դա իմ կարծիքով իրանց գործ դա։ Երկրորդ, ես մի հատ լավ ասացվածք ունեմ, մարկած միշտ այդ օրինակն եմ բերում, ասեմ փիղլոց։ Ընդամենը մի հատ փոքր մուկ կարողանում է փղի անդորը խանգարի։ Եկեք չմտածենք, որ մենք շատ փոքր ենք, աշխարհակաղակական դիրքով էլ շատ վատ տեղում ենք, ուրեմն մենք վերջ կործանված ենք։ Քավլիցի երբևից է։ Էլ եմ կրկնում, փիղը հսկայական փղի հանգիստ մի հատ փուչուր մուկ է կարում խանգարել։ Մենք կարողանում ենք այսօր խառնել ամբողջ աշխարհի քաղաքական քարտերը, շատ հանգիստ։ Հավատացեք, եթե մեր հետ խոսող ցանկացած ռազմական եւ նման մասնագետների հետ ու մեծ խոսել ենք ու ծրագիրը ներկայացրել ենք, ու անուն տամ, լավ, անուն չեմ սիրում, տամ նույն Նորատեր Գրիգորյանցը, երբ որ լսեց այս ծրագրերի մասին,
դե ինքը ռուսերեն է խոսում, մարդիկան ու շատ եթե մեջ երկուսով չենք, տեսազանգով ենք խոսում ու երկուսով չենք էլի մարդիկա են, այս մարդու աչքերը կլորացել էր, այս բիբերից դուրս էր գալիս ու ասում էր, չէ պատկերացնեմ, որ նման բան երբևիցե ինչ-որ միտեղից կլսեմ, հասկանում եք, այսինքն նման կարգի ռազմական մասնագետի ներկայացրել ենք այդ ծրագիրը ու ստացել ենք 100% գնահատական, դրական գնահատական, այսինքն ունենք, մենակ մենք չունենք, լիքը մարդիկ կան, որ այդ ծրագրերն են, հավատացեք, ու այդ մենք կարանք լինելով փոքր մուկ, խանգարենք փղի հանգիստը, որպեսզի կարողանանք հասնենք հաջողության, որ մեր չափերը մեծանան։ Երթերություններին։ Ես ի նկատի չունեմ գնանք Ամերիկայի ձեռքից SWIFT-ը անջատենք, վերցնենք։ Ես ի նկատի ունեմ Սերժ Քոչարյան, Նիկոլ, սրանցից մենք պետք է մեր իշխանությունը վեկալենք։ Մենք հիմա զուգա ջերում Ամերիկային սարքեցինք բան, շոլիմուկ։ Չէ։ Ես իմ ասածը այն է, որ այսօր մենք հաղթենք մյուս ընտրություններին։ Դուք Ամերիկան կործանեցիք, նոր Չինաստանին է սարքեցիք ջրի տակ։ Կոսյաջան, նայեք հիմա ո՞րն է խնդիրը։ Չէ, խնդիրը մի քիչ ուրիշ տեղ է։ Կան երկու ձևաչափով քաղաքական գործիչներ։ Մի ձևաչափով քաղաքական գործիչները, որոնք մտածում են անցյալը հենց այս պահին, կան պետականամետ գործիչներ, պետականամետ քաղաքական գործիչներ, որոնք մտածում են 5 տարի, 50 տարի, 100 տարի եւ 200 տարի հետո ինչ պիտի լինի քո երկրի հետ։ Այսինքն եթե մենք չհասկանանք թե ինչ ենք անելու քայլերի հաջորդակացություն, Նիկոլ չկա, Սերժ չկա, Քոչարյան չկա, Լևոն չկա, վառել ենք։ Չկան, վառել ենք արդեն, իրանք մոխիր են։ Քայլերի հաջորդականությունից բացատրեք հասկանամ ինչ եք անելու։ Այսինքն ինչ ենք անելու, որ չդառնանք այդ կներեք ներողություն եմ խնդրում, չդառնանք այդ հավաքական ներկա նախկիներից մի բան էլ առավել վատը։ Այսինքն անենք մի հատ այնպիսի սխալ, որը կլինի Շահրամանյան ու ամենա կապիտուլյացիայի ստորագրում։ Երաշխիք ունի, եթե մեկը երաշխիք ունի, թող կոմենտի մեջ գրի, ասի ես երաշխիք եմ տալիս, որ գա այսինչ ուժը կապիտուլյացիայի ստորագրություն չի լինի, կլինի այսինչ բաները։ Թող գան, ով է կարում տա դրա համար երաշխիք, դեր ասացի պես գլխով երաշխիք է տալիս։ Տեսնեմ ով կարա։ Այսինքն չկա այդ երաշխիքը, որովհետև հանեցինք, ասի բոլորի մոտ այդ մի ձևաչափ է, դրա համար է ժողովուրդը էս խառնվել իրար։ Մտածում են դեսա բոբոներ են, ստեղ էլ է բոբոնը ստաց, ու այս բոբոներից պետք է պրծնենք, որ այս մեր բոբոները մեր ջանից դուրս գան։ Մի մոռացեք, որ միջև Նիկոլի գալը, Նիկոլը բոբո չէ, Նիկոլը Աստված է։ Եկավ դարա բոբո չէ։ Միջև այդ այն մնացածն էին Աստված։ Լևոնին մերժեցիք, հետո Լևոնի համար 2008 թվականի ապրիլի 1 սարքեցինք։ Մի մոռացեք։ Մերժեցիք Լևոնին, ու Լևոնի համար մարտի 1-ին։ Ես այնտեղ կանգնած էի մարտի 1-ին։ Հա, մարտի 1-ի ներողություն, մարտի 1 սարքեցինք, այսինքն էլի այդ մարդու հետևից գնացինք։ Այսինքն հասկանում եք մենք ինչ ենք անում, այսինքն ձևաչափ չկա առաջ գնալու, մենք մենակ հետ ենք գնում, ժողովուրդ։ Դե հիմա արտակ, Իչեք դուք առաջ փորձեք գնալ։ Այդիկ պարզա, բայց ո՞նց անենք, ո՞նց հիմա տեսեք, մեկը տեսակ նոյեմբեր ամսին եղավ ընտրություններ։ Ո՞նց է նոյեմբեր ամսին մենք հավաքենք 51% ձայն։ Այսա ժողովրդին պետք է համոզենք։ Հասկանում եք, մենք հիմա պետք է ժողովրդի մտածելակերպը փոխենք, այն առողջ զանգվածը, որ տնից դուրս չի գալի, գնա ընտրատեղամաս։ Ու մեր ուժին ընտրի։ Ես չկամ, ես քաղաքականությունից դուրս եմ։ Ես նախ ներողություն խնդրեմ, որ մեքենայի մեջ հանկարծակի եկա, դուք ինձ պատական զանգեցիք, հա, մենք նախորդ չենք պայմանավորվել, դրա համար պատական զանգեցիք մեքենայի մեջ չհասցեցի գնա։ Հա, ժամանակը չերիքեց։ Հիմա նայեք, այն կոմիտեի մասին, որ մենք խոսում ենք, մենք ամեն մի վարչական տարածքում, ամեն մի քաղաքում գործում ենք արդեն, ներկայացնում ենք ժողովրդին այն ծրագրերը, որոնք որ այս կոմիտեն հանձն է առնում իրագործելու։ Այսինքն մարդկանց հետ տետատետ շփման ժամանակ դու ստանում ես արդեն, ոնց ասեմ, մարդկանց հարցերի պատասխանները եթե բավարարվում է, դա արդեն այդ մարդը դառնում է քո հետևորդը։ Կամա թե ակամա դառնում է քո հետևորդը, որովհետև քեզանից լսել է այն պատասխանը, որը իրենք բացրել է։ Կամա թե ակամա։ Ու այն մարդիկ, որոնք ասում եք տներից դուրս չեն գալիս, այս մարդիկ արդեն հասկանում են, թե ուր էլ գնանք նույնն է։ Արդեն գալիս է երրորդ ուժն է գալիս, որը արդեն իրենց հարցերին դրական բավարար պատասխան է տվել, որը իրենց գոհացրել է։ Իսկ հիմա ում կարած գնաց մի հատ հարց տաս։ Գնացեք հրա մեկի մի հատ հարց տվեք, ասեք հարցի պատասխանը որն է, ազգային ժողովը նայեք։ Դա օրենսդիր մարմին է, սարքել են բամբասանքների մարմին։ Այսինքն այսօր եթե մեկին գնաս ասես, այս հարցը ոնց ես լուծելու, ասի, նախկինները բա տենց էին արել, բա ներկաները սենց էին արել։ Ինչ ես այդ հարցից տալիս, բանակ որ արել են լավ էր։ Հասկանում ես, մեր քաղաքական դաշտում էս է գալիս։
Ոնց պատտում ես այդ հարցի պատասխանը տենց են տալիս, որովհետև չգիտեն։ Բա ինչ անենք ժողովուրդը, տեսեք, հենց ես էսին վերջի հաղորդումը դրա մասին էր, որ մարդկանց փորձեմ հավաքեմ իրար գլուխ, նայեք, իրար հետ, իրար մի կլոր սեղանի շուրջ նստեն, նկարվեն, ես քաղաքականություն չեմ մտնում, ինձ այդ պոռնկությունը ինձանից հեռու է, ես կմնամ հեռվից, կքննադատեմ հետո իրանց, այդ 4 հոգու, ես հաշվեք, որ ես ինչ-որ ամբիցիաներ ունեմ, ինչ-որ մի աթոռների, իմ բազմոցը ինձ հերիք է, բայց էլ, որ հավաքվեք, այս մարդկանց նույն ձևաչափը մենք ունենք, Կոստյա ջան։ Նույն ձևաչափը մենք ունենք, նույնը ես եմ հիմա պաշտոնապես եմ հայտարարում, որ ընդհանրապես մեզ աթոռ պաշտոն ոչի բան չի հետաքրքրում ու հրաժարվում ենք դրանից, մենք կարանք ուղղակի կոնսուլտացիոն կարգով օգնենք, որպեսզի այն ծրագրերը, որոնք ընդունվի, որը կտա մարդկանց մոտ այն պատկերացումը, որ դա կյանքի կոչելու մեր ժողովրդի համար լավ է, մենք կարանք կոնսուլտացիոն արդեն աշխատենք, կոնսուլտացիայի կարգով աշխատենք, որպեսզի տան կոնսուլտացիաներ, թե ոնց անեն, որ այդ ծրագրերը իրագործվի։ Մեր ծրագրերը ինչի մասին է։ Մեր ծրագրերը հիմնականում արտաքին մարտահրավերները ընդհանրապես վերացնելու, ժողովրդի սոցիալական վիճակը կտրականապես աճ տալու, մեր ծրագրերի մասին է, որ Հայաստանի ընդհանուր մեր ծրագրերը եթե իրագործենք, որ ինքը արդեն ամբողջ աշխատի, մոտավորապես պետք է 2.5-ից 5 տարի։ Դա մաքսիմում։ Այդ այն թիվն է, որ Հայաստանի բյուջեն առանց ներքին մուտքերի կարող ենք հասնել մինչև 500 միլիարդի։ Ես հա թվեր չեմ ասում, ցանկացած տնտեսագետի հրավիրում եմ թող զանգի, քննարկենք, ու տնտեսագետները, որը կզանգեն, թող պատրաստ լինեն հանրային էլի ձեր եթերով, եթե ես չունեմ ձեր եթերով ասեն, քննարկումներից հետո ինչ արդյունք ենք եկել։ Համաձայն են մտքերի հետ, թե չէ, ցանկացած տնտեսագետ, ով ուզում է լինի։ Շատ բարի, Արտակ ջան, տեսեք, դա շատ ճիշտ է, բայց ելի եմ ասում, մեր հասարակությունը, ես շատ եմ օրինակ նախանձում նույն ամերիկյան ընտրություններին, նայում ես, ինչ-որ մի դեբատ լինում է, ինչ-որ մեկի վարկանիշ ընկնում է, ինչ-որ մեկի վարկանիշը բարձրանում է, Հայաստանյան մեր հասարակությունը այդ ձևի օրինակ ինտելեկտուալ ծրագրերին հետևի չկա, մեր ազգը սենց է մտածում, պետք է լինի ուժեղ լիդեր, մեր ազգը, տեսեք, դաստիարակվել է ու սովորել է դեռևս ոնց, տեսել է Իվան Գրոզնի, Ստալին, Պյոտր Պերվի, Սերժ, Քոչարյան, Վազգեն, որ գա, հասկանում եք, անընդհատ անձերի հետևից է վազում։ Ես որ այդ ձևի մարդկանց ասում եմ, լսեք, անասուններ, երբ որ Չերչիլը 45 թվին հետո հաղթանակից հետո Չերչիլին անգլիացի ժողովուրդը չընտրեց։ Նա պարտվեց մյուս ընտրություններին։ Հասկանում եք, այստեղ կարող ես նախանձես նույն անգլիացուն, որ հասկանում գաղափարի հետևից է գնում, ոչ թե ասում էր Չերչիլ, դու միջև գերեզման մտնելս ինձ կլինես վարչապետ, բայց մեր հայը փնտրում է մի հատ հրաշով Տիգրան Մեծ, միջև հիմա։ Այս պետքա փոխենք, այսա պետքա փոխենք, որ թե չէ ծրագիր իրանց հիմա ձեզ թվում է օրինակ Լենդրուշը, որ պարկած է դիվանի վրան, այնտեղ Ծաղիկ գյուղում կամ լորուտ գյուղում, նա ձեր կարծիքով հասկացավ ձեր ասածը, հենց այնպես պետք է անենք, որ այս Լենդրուշն էլ հասկանա, հենց զարգացած մարդն էլ հասկանա ծրագիր լսի, որ կարողանանք մի բան փոխենք։ Եկեք սենց պայմանավորվենք, նայեք դուք ասում եք ոնց անենք, առաջի հերթին մենք պիտի կարողանանք մարդկանց ձեր ասածի պես ծրագրերը տեղ հասցնենք, որպեսզի մարդիկ ծրագրերից տեղյակ լինեն։ Երբ որ մարդը ծրագրից տեղյակով այդ ծրագիրը իասրտով նա ու ինքը համամիտ այդ ծրագրի հետ օրինակի համար, որ ինքը կարող է իր ընտանեկան բյուջեն 100,000-ից կամ 50,000-ից արկի 1.5 միլիոն, որի ձևաչափը եթե այսօր ժամանակը եւ թե մեր մոտ արդեն ցուղ է կարճ, եկեք հաջորդ եթերին խոսանք արդեն ծրագրերի մասին, ես ծրագրերը ներկայացեմ, թող մի րոպե Արտակ, մի վարքյան, ներողություն կարևոր մի բան ասեմ, ես հիմա ասեմ, ես քո սիլկայի համար եմ ուզում ասեմ, հենց այս քննարկումները ժողովուրդ կլինի իրանց Telegram ալիքի հղումը, Արտակ, որ մտնեն արդեն Telegram ալիք, ամեն քանիսից է լինում, ժամը 10-ից ամեն երեկոյան։ Ժամը 10-ին 22:00 մենք բացում ենք ձայնային եթերը
ու պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցերի։ Մենք ամեն օր այդ քննարկումները ծավալում ենք, ամեն օր եթերը բացում ենք, ամեն օր մարդկանց հետ շփվում ենք, ներկայացնում ենք իրադարձությունները, աշխարհակական իրադարձությունների վերլուծություններ ենք անում եւ այլն եւ այլն։ Այ շատ այդա կլինի կոմենտարիաների մեջ ես հղումը կթողնեմ համ YouTube-ի համար, համ Facebook-ի համար։ Ում հետաքրքիր է կմտնեք հենց արտակ անձամբ ամեն օր ժամը 10-ից հետո ձեր հարցերին կպատասխանի։ Եթե մութ ինչ որ մի բան Ուրեմն այմա ձեր եւս մի հատ շատ կարեւոր բան ասեմ։ Ահա, մի հատ կարեւոր շատ բան ասեմ, կարեւոր բան ասեմ։ Նայեք, եթե մենք չենք ուզում, որպեսզի ունենանք նման իրավիճակ, չէ՞, ինչ որ մեկը եկավ, ինչ որ մի բան արեց, մենք բոլորս դեմ ենք, ամբողջ օրը փողոց ենք փակում, հասարակական կարգ նախագարում եւ այլն։ Մենք առաջարկում ենք Ժողովուրդ ջան, եկեք Շվեյցարիայի մի հատ մոդելը վերցնենք, բերենք մեր մոդելը, մի հատ փոքր բան կպցնենք մեզ։ Այսինքն իշխանությունը վերադարձնենք ժողովրդին։ Իրական իշխանությունը իրական վերադարձնենք ժողովրդին։ Մի քաղաքական ուժի հետ այդ ծրագրի մասին խոսում էինք, ասեց ես թքած ունեմ ժողովրդի կարծիքի վրա, ոնց կարա ժողովուրդը իմ կարծիքից այնքան կարծիք արտահայտի։ Սա է մեր քաղաքական դաշտը, անուն չեմ տա, բայց սա է մեր քաղաքական դաշտը, իմ այս լսողները մեր ընկերները ովքեր մեր Telegram-յան ու եթերի մեջ են կհաստատեն, որ նման իրադարձություն եղել է, անուն չեմ տալիս, ես անունը տալ չեմ սիրում։ Բայց եկեք սենց անենք։ Շվեյցարիայում ոնց է, եթե կառավարությունը օրենք են մշակում, մոնեզական ակտ, չգիտեմ ինչա, գալիս է ժողովրդի հանրային քննարկման են ներկայացնում։ Եթե հանրությունը դեմ է քվեարկում, այդ օրենքը հետ է կանչում։ Այո, պիտի ցանկացած ազգային ժողովի կողմից ընդունված օրենք, կառավարության որոշում, բացի մի երկու խիստ գաղտնիներից, պիտի կիրառության մեջ մտի, ոնց որ դատական համակարգումը ոչ շուտ, քան 30 օր։ 30 օրյա ժամկետում հանրային, պետական հատուկ կայքի, հանրային քննարկումների բաժնում տեղադրվի։ Եթե այդ օրենքի վրա աշխատել են 5 իրավաբան, այդ օրենքի վրա արդեն կստեն օրենք ուսումնասիրել 500 իրավաբան, այդ 500 իրավաբանները իրենց կարծիքը կարտահայտեն, ժողովրդին ցույց կտան դրա լավ ու վատ կողմը, եւ ժողովուրդը արդեն կմեկտաբանի, որ դեմ են, թե կողմ, այսինքն եթե օրինակ 200,000 դեմ ստորագրությունը հավաքում ու պարտադիր պիտի նշվի թե ինչին են դեմ, որ մասին են դեմ, այդ օրենքը հետ պիտի կանչվի, որպեսզի լրամշակվի եւ հետ գա։ Ինչ ենք մենք սրանից ստանում։ Ա, մենք սրանից ստանում ենք մի բան, որ մեր իշխանությունները արդեն ինչ ուզեն չեն կարող անել, այսինքն այդ լծակը իրենց ձեռքից վերցնում ենք։ Բ. Արտաքին ազդեցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության վրա վերացնում ենք, որովհետեւ հիմա չգիտեմ գնացել են բանակցությունների տեղ ասում են, այս մի բանը կգնաս այս օրենքը կընդունես, որովհետև այս մի բանը պիտի անենք, չէ, չենք անի։ Ես ասում եմ, խնդիր չկա, օրենքը գալի ընդունում, բայց ժողովուրդը մերժում է։ Այսինքն վերջնահաշվարկով ժողովուրդն է պատասխան տալիս իա վաղվա օրվա համար, ոչ թե մեր իշխանությունները, հասկանում եք, այս դեպքում մենք արդեն ունենում ենք իշխանությունը իրական վերադարձում ժողովրդին, իրական, սա է իրական իշխանությունը երբ որ տալիս է ժողովրդին, սա է իրականը։ Այլ իրական տարբերակ չկա, ժողովուրդը ինքը պետք է հասկանա, որ օրենքներին է ինքը ենթարկվելու, որին չէ։ Այսինքն որ օրենքն իրան համապատասխան, որ իրան համապատասխան չի։ Այսքան կոնվենցիաներ ընդունեցին եւ այլն, ով ընդունել, իրանք իար մեջ հավաքվել ընդունել են ժողովրդից որ պետք է մասնակցել։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը հանրաքվեի միջոցով է կատարվել, ընտրախախտումներով է կատարվել, մենք բոլորս դա լավ գիտենք։ Ոնց է դա ընդունվել։ Բոլորս լավ գիտենք։ Մեր ժողովուրդը այս ձևաչափով, երբ որ ամեն մարդ կունենա այդ կայքի մեջ կգրանցվի իր անձնագրով, իր սոցկարտի համարով եւ հատուկ այդ կայքի համար տրված իրան կոդով, ինքը բացում նայում է իր բանի դիմաց, աման դիմաց, ինչա գրած, այսինքն իր կոդի դիմաց, որը չգիտի, մենակ ինքը գիտի։ Իր կոդի դիմաց ինչա գրած։ Կողմը թե դեմ է։ Այսինքն կարող ենք վերահասկենք այս տարբերակը, եթե ինչ որ մեկի մոտ հակառակը կլինի, դա միանգամից ասկան արդեն ազգային անվտանգության ծառայության խնդիր է առաջացնում։ Այսինքն դա էլ է վերահասկելի։ Ամեն մարդ կարող է վերահասկի իր ձայնը, կոնկրետ իր ձայնը կարող վերահասկի։ Ուզում են լույսերն անջատեն, ուզում են չանջատեն։ Ինքը իր ձայնը վերահասկում է։ Բացում է էջը մտնում է էջի մեջ, տեսնում է թե ինքը իր քվեարկությունը ոնց որ ինքը քվեարկել է, իր տեղում է թե տեղում չի։ Իր ձայնը հաշված է թե հաշված չի։ Այսինքն կոդերով է ինքը, կոդերով մարդիկ չեն հասկանում թե այդ մարդը ով է։ Հատուկ գաղտնի կոդ է գալիս, որ մենակ դու գիտես, ոնց որ քո բանկային քարտի կոդն է։ Դե դա շատ ճիշտ է, դե հնարավոր շատ ամեն ինչ շատ լավ է, թղթի վրա ասենց նստած խոսում ենք մենք ասած, մգների ժողով ենք անում, հոյակապ է, բայց պետք է այդ ամեն ինչին հասնել, այ մի բան ես չեմ սիրում ձեր մեր հայկական քաղաքական դաշտում, որ երբեք անուններ չենք ուզում տանք։ Բա ոնց անենք, որ ժողովուրդը իմանա, օրինակ 50 հատ սրիկա կա, օրինակ սենց ասած, կամ ասենք 50 քաղաքական գործիչից 30-ը սրիկա է։ Ոնց նրանց անունները իմանան, օրինակ ձեր ասած այդ արտահայտություն անողին։
Ես շատ կուզեմ իմանամ, ինձ լսողներ կուզեն իմանան, էդ ով է, որ իրանց դեմը գեղեցիկ հեքիաթներ է պատմում, բայց գլուխը թեքում է, ասում է ժողովուրդը ով է, որ ինձ իմ ուզածը չանի։ Օրինակ պետք է ազգը այդ կարգի տականքներին ճանաչի։ Դրա համար ես կողմ չեմ, որ մեր հայկական քաղաքական դաշտում բոլորը սիրում են դեկրետիկա խաղալ։ Պետք է ես իմ այս ծրագիրը ոնց օրինակ ասում եմ Էդմոն Մարուկյան կամ Բժիշկ կամ Կարեն Արայան, Վարդան Ղուկասյան, ես ձեզ հիմա հրավիրում եմ այս հարթակ, դուք կամ հայրենիքն է կամ աթոռը, եթե այդ մարդը ընտրեց աթոռը, ես իմ ամբողջ ռեսուրսը ինձ կմիանան, կմոբիլիզացնենք, եթե պետք լինի, շատ բլոգերների եւ ազնիվ մարդկանց, էլի, որ Էդմոն Մարուկյանը ընդհանրապես կամ օրինակ նույն Բժիշկը ոնց է բժշկի անունը Մանասյանը, Հայկ Մանասյանը, Վարդան Ղուկասյանը կամ Կարեն Արայանը երբևիցե այլևս իրանց ոչ ոք չվստահի, որովհետև այդ մարդը այսօր դրեց պետության ապագան ավելի ցածր նժարի վրա, ավելի ցածր, քան թե իր թիմային ամբիցիաներ, էլի, ով ինչ աթոռի վրա պետքա բազմի։ Պետքա ամեն մեկին ազգովի փող կավակենք, մի հատ լավ աթոռ նվեր տանք։ Թող կարևորը կան միանան ու որ իշխանություն փոխենք, թե չէ առանձին ոչ ոք, ոչինչի չի հասնելու։ Ու առանձին ասում եմ, այն Կրլովը պատմվածք ունի կարծեմ, որ փորձում են սայլը քաշեն, այն Կրյանը ստեղ, այն Խեցգետինը մի կողմ, հիմա այս նույնն է։ Դպրոցական մեր ծրագրում կար երրորդ դասարանի։ Խնդիրը մի քիչ ուրիշ տեղ պիտի նայեք։ Խնդիրը ստեղ ուրիշ տեղ է։ Նախ ինչքան ուզում եք հանրությանն ասեք, անուն տվեք ու ասեք ինքը ես իմ ով է, բայց իր համակիների մոտ ինքը մնալու է նույն մարդը։ Բացի նրանից, որ նեգատիվ եք բերելու ձեր դիմաց, ուրիշ բան չեք շահելու։ Սա միանշանակ է փորձված է առաջի օրը չի փոխվում։ Հա։ Արտակ Լավ, ժողովուրդ ջան, կապը խափանվեց, երևի սրա վրա այսօր անջատենք, Կարեն, վերադարձա Արտակ։ Հա, ես եմ, ես դասում եմ, դուք եք լսում։ Կապը գնաց, ուզում էի արդեն այն ոնց են ասում ռեստորանում, բարի գիշեր բարեկամներ երգը միացնեի։ Ասեն, երևի հա, արդեն ես երկու բառով ավարտեմ, եթե դուք գտաք։ Մենք անունը չենք տալիս, քանի որ բոլորի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, բոլորի հետ, եթե դու այսօր անուն տվեցիր, այսինքն վաղ այդ համագործակցության հենց այդ չեմ ես կտրում, դրա համար մենք անուններ չենք տալիս, մարդը ի վիճակի է փոխվելու, հասկանալով որ ստեղ արդեն ուժերի բալանսը փոխվում է ու ծանրությունը այս կողմի վրա է գալիս, մարդը ի վիճակի է փոխվելու գա ու ես համոզված եմ, որ շատ լուրջ օգուտ կբերի քաղաքական դաշտում կամ տնտեսական դաշտում գործողությունների իրականացման վրա։ Դրա համար այսօր անուն տալու անձնական հարաբերություններ փչացնել, ես գտնում եմ դա իմաստ ճիշտ չի կոնկրետ մեր կողմից, քանի որ մենք էլ ենք կրկնում, աշխատում ենք բացարձակապես բոլորի հետ, հասկանալով եթե այս մի ուժը ինքը արբանյակ է, մեր աշխատանքի ձևաչափը ուրիշ ձև է գնում, հա մենք չենք միանալ, մենք յանց այդ շարժում չենք սկսի, քանի որ շարժում սկսելը գիտենք, որ ինքը արդյունք չի տալու, տեղ չի հասնելու, բայց ամեն դեպքում փոխհարաբերությունների փչացման խնդիր կա, որը մենք երբևիցե դրան չենք գնում, որովհետև սա է պարակտման ձևաչափ, մենք չենք ուզում պարակտել, մենք ուզում ենք համախմբենք, հա, կարող է մեր ծրագրերը, մեր գաղափարները իրանց սրտովը չիանք չեն ուզում, բայց մենք չունենք անձնական կոնֆլիկտ։ Դա անձնական կոնֆլիկտ ու անձնական միջադեպերն էլ են շատ լուրջ ազդում, որպեսզի քաղաքական ուժերը միանան, որովհետև մեկը մեկի անունը տվել է, մեկը մեկի նույն Վարդան Ղուկասյանի անունը տանք, որ ինչի համար քաղաքական ուժերը երբ որ ինքը ուզում է ինչ-որ մեկի միանա, ոչ մեկը բան չեն անում, ձեռ չեն մեկնում, որովհետև բոլորին հայոյել այդ մարդը հասկանում եք, բոլորին, նախատիպ բոլորին։ Դրա համար այստեղ անձնական հարաբերություններն առաջ գալիս, որի վրա մենք չենք ուզում խորանալ ու չենք ուզում անձնական ինչ-որ հարաբերություններ փչացնենք, քանի որ մենք մշտական կապի մեջ ենք ու շփում ու հարաբերվում ենք։ Ինչքան մենք մեկս մյուսի հանդեպ փոխադարձ անձնական հարգանքով վերաբերվենք, այնքան մեր գործունեությունը ավելի լավ։ Իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանը դաշնակցությունը կհամագործակցեք։ Չէ, նայեք իմաստեք, դուք անուններ եք տալիս, այնպիսի մարդկանց անուններ եք տալիս, որ իմ անձի թշնամիներն են, իմ անձի, ես չեմ ասում հայ ազգի, նայեք էլի ազգի անունից ոչ մեկ էլ եմ կրկնում, ժողովրդի եւ ազգի անունից ոչ մեկ բոլոր ուժերին,
որտեղ ես այդ ուժերի մեջ հասկանում Ես եմ համ դաշնակցություն, ահա համ տեսեք օրինակ համ Նիկոլինը որն է նայեք ՔՊ քաղաքացիական ԿՊ պայմանագրի նայեք շատ դաշնակներ կան, շատ դաշնակներ եմ ճանաչում, Վեյն Աշճանի ազնիվ հայրենասեր գաղափարով մարդիկ են։ Կհամագործակցեմ մեծագույն սիրով, ամեն րոպե պատրաստ եմ, դուռը բաց է։ Բայց դուք տալիս եք անուններ կոնկրետ, մարդկանց անուններ եք տալիս, որոնք ոնց ասեմ, իմ պատկերացմամբ իմ ազգի ճշտամին են, համ իմ պատկերացմամբ ժողովրդի ճշտամին են։ Իմ պատկերացմամբ շեշտում եմ։ Բայց ես իրավունք չունեմ երբևիցե, ոչ մեկ իրավունք չունի ժողովրդի կամ ազգի անունից, ազգը ուզում է էս, ժողովուրդը ուզում է էս։ Ախր ով է հարցրել ազգին ու ժողովրդին, ինձ ինչ որ մեկը հարցրել է, ես դա ուզում եմ, թե չէ։ Չէ՞ որ այդ ազգի մասնիկը ես եմ։ Այդ դուք միշտ ես ուշադիր լսում եմ ու դուք ասում եք մի հատվածը, մի զանգվածը, այո, դրա հետ համաձայն եմ։ Որովհետև եթե որ ասում եք մի զանգվածը, ես դրա մեջ արդեն չեմ մտնում, եթե դրա հետ համամիտ չեմ։ Եթե համամիտ եմ, ուրեմն մտնում եմ այդ զանգվածի մեջ։ Բայց այսօր բոլոր քաղաքական ուժերը ժողովուրդը սենց է ուզում։ Նույնիսկ գիտես ժողովուրդը ինչ է ուզում։ Այսինքն դու իմ անունից ինչ իրավունք ունես խոսելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավունք չունի ազգի անունից խոսելու, նա իրավունք ունի խոսելու պետության անունից։ Պետության, այլ ոչ թե ազգի ու ժողովուրդը։ Ժողովուրդը էս ասում, նա չգիտի ժողովուրդը ինչ է ուզում։ Եթե ուզում է իմանա ժողովուրդը իրականում ինչ է ուզում, պիտի դնի հանրաքվեի։ Սա է ժողովրդի կարծիքը իմանալու ձևաչափը։ Ըստ սովորական ստատիստիկ հաշվարկներ կան վիճակագրություն, ժողովրդի ահռելի գերակշռող մեծամասնությունը չի ուզում տեսնի նախկիններին եւ ներկաներին հաջորդ իշխանության մեջ։ Ես չեմ տեսել ինձ մեկը նամակ բերի եզակի, որ պաշտպանի օրինակ Սերժ Սարգսյանի կառավարությանը կամ նրա թիմին։ Դե դա արդեն հա կա 5% կարող է գնալ Երևանի այսինչ փողոցում Նիկոլետա 95% քվե, MS փողոցում 2%-ը չկարողանա տա։ Կարող է գնալ այն փողոցում այս մի քաղաքական ուժը ձեննշված անձիկ տան 60-70 կամ 80% քվե, ցույց տա որ այդքան ձայն ունեն, այն փողոցում ես ընդհանուր հայկական բանով եմ գնում, տրամադրությամբ ժողովրդի։ Ես ժողովրդի բանով եմ ասում, նրանք չեն ուզում տեսնել։ Մի հատ sense բան էլ ասեմ, էլի շատ հետաքրքիր երեք ագին հետաքրքիր զրույց ունեցա Մոսկվայի հետ։ Իմիջիայլոց էլ ասեմ, որ բոլոր քաղաքականացված մարդկանց, ոչ թե քաղաքական գործիչներին, արդեն շատ քաղաքականացված մարդիկ կան, քան քաղաքական գործիչներ, Ժորժ ջան, խոսալը արդեն իմաստ չունի, գործել է պետք։ Այդ որ Մոսկվաներում ժողովներ են անում, հավաքվում եք, իրար գլուխ, այդքան ֆինանսներ ծախսում, ժամանակներ ձեր ծախսում, ձեր խոսալու մեջ արդյունքը որն է։ Որ հետո լսել եմ, որ միջոցառումների ժամանակ ձեզ կրտուք առաջանում եւ այլն։ Ժողովուրդ եկեք աշխատենք։ Խոսալու ժամանակ անցել է։ Այնքան խոսացինք, ասեցինք երկիր այսօրի։ Շատ խոսացինք, դա համար երկիր այսօրի է։ Եկեք խոսենք, խոսքից անցնենք գործի։ Ու շատ մի հատ հետաքրքիր բան կա, որ տենդենս կա, որ այսօր չեմ ասի Հայաստանում, բայց ինչ որ տեղեր արդեն ես լսում եմ, որ այս դեր ասած նախկին իշխանությունների բանին շվակի, որ արդեն իրանք սկսել են այսօր քաղաքական ակտիվություն ցույց տալ, դա էլ շատ տակիր բան, դրա մասին հիմա խոսենք, նիկոլականների թիվը շատացել է։ Այսինքն այս իշխանությունների պահողների թիվը որ չկար, արդեն մարդիկ ասում են ավելի լավ ասելան, քան թե նրանք, ու արդեն սկսում են դրան պաշտպանել։ Ու երեք դրա համար ցեցուջարդ եղել Մոսկվայում, թե առաջովի չեմ հիշում։ Կռիվ ա եղել դրա համար, որ ասում այն մարդիկ, որոնք հակա են եղել այս իշխանություններին, արդեն կողմ այս իշխանություններին նույնիսկ միջադեպ է իրականացվել։ Ինչ վերաբերում է այսօր ձեր ասած ուժերի ակտիվ քաղաքական դաշտ մտնելու աշխուժացման, դա բնական է, ընդամենը Նիկոլի իշխանությանը մնացել է մոտավորապես 1 տարի, պլյուս մինուս, այսինքն 1 տարի հետո արդեն ընտրություններ անելու։ Այս մարդիկ հիմա պիտի աշխուժանան, նույնիսկ այս ընթացքում կարող է նույնիսկ մանդատները ցած դնեն, որպեսզի համանդրական ճգնաժամ ստեղծեն, որպեսզի արտահերտ ընտրությունների գնան, որովհետև իրենք պիտի քաղաքական դիվիդենդ չային։ Ես խնդրում եմ հանրության եւ հասարակությանը սա շատ կոնկրետ էսի հասկանան։ Այս մարդիկ կարային նույն գործողությունները կատարեին 23 թվականին, 20 թվականին արդեն 44 օրից հետո 24 թվականին ինչ են սպասում ընտրությունից մի 2 ամիս, 3 ամիս առաջ։ Հիմա իմ հարցը սա մեջ է, ում ջաղացին այս մարդիկ ջուր լցնում։ Դուք եկեք այդ արդեն մտածեք։ Ինչի համար ընտրությունների նախօրյակին են ամբողջ անում։ Անեք աստարի, նախանցած տարի։ Դառնան հերոսներ, հերոսներ հետո ժողովուրդը մտավ հա, էտա ուրիշ բան չկա։ Որովհետև մի անգամ եմ կրկնում,
Այս է մեր ժողովրդի խնդրեմը, որ ով ինչ ասում են, արա ինչ կա բաներ ասում։ Լավ բանի մի նայեք, մի հատ անալիզ արեք, վերլուծեք այդ ասացի մեջ որքանը ճշմարիտ չի, որքանը գիտեք, որքանը չգիտեք, որ նույնիսկ абսուրդի աշխարհն ասում մարդը որ իր աչքով տեսել է, ասում է դե իմ աչքով տեսել եմ, բայց ես մեկ էս ասում եմ, ինքն է ճիշտ։ Իր աչքի տեսածը չի հավատում։ Այսինքն դուրս եկեք այդ էֆորիկ վիճակից, արդեն էֆորիայի ժամանակը չի։ Սիրիան մոտենում է Հայաստանին, հավատացեք։ Սիրիան մոտենում է Հայաստանին, խնդրում եմ սա չմոռանաք երբևիցե։ Ով որ կասի դες բան չի լինի, Ամերիկա, Ռուսաստան, Քրդստան, Հնդկաստանից որ մեկը գալու է մեզ պրիկի մոռացեք, այդ բոլոր պետությունները ունեն իրենց ազգական շահերը։ Խնդրում եմ քաղաքական դաշտի մեջ մի բան հասկանաք, չկա բարեկամ պետություններ։ Դες բան չի լինում քաղաքականության մեջ։ Կան բարեկամ ժողովուրդներ, բայց ոչ թե բարեկամ պետություններ։ Կան փոխադարձ շահերի համընկնող պետություններ։ Փոխադարձ կարող է տնտեսական լինի, կարող է քաղաքական լինի, կարող է ռազմական լինի, կապ չունի։ Փոխադարձ շահերի համընկնում։ Այդ դեպքում այդ պետությունները իրար հետ կարողանում են նորմալ հարաբերվել։ Հենց այդ շահերը մի փոքր շեղում են, այդ պետությունների մեջ արդեն անջրպետ է առաջանում։ Սա էլ պիտի հասկանանք։ Կեսը ռուսամետ են դարել, կեսը եվրոպամետ են դարել, կեսը ամերիկամետ են դարել, ժողովուրդը դարեք հայամետ, բավականա դարակսանամետ։ Հայամետ դարեք, մտածեք հայության մասին, այլ ոչ թե եվրոպացու լավ կլինի, թե ռուսին լավ կլինի, թե չգիտեմ քրդին լավ կլինի։ Մտածեք։ Ճիշտ է Գարտակ ջան, դե այսօր արդեն երկար եղավ հայ ժողովրդի մասին։ Այսքանով երևի բանանենք, էլի կլինեն հանդիպումներ, էլի խոսանք, էլի շատ բան կար չհասցրեցինք հասնենք դրան, այդ էլ մյուս հաղորդմանը։ Բարի շնորհակալություն։ Բարի գիշեր, ժողովուրդ ջան։ Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում մեքենայի մեջ։ Ես անընդհատ մեքենայի մեջ չէի խոսում այսօր միջև ստեղ հասել եմ։ Դա դեռ բրենդն է դառել։ Դա դեռ բրենդն է։ Դա դեռ բրենդն է։ Մատենց է, սովորական մարդկանցով խոսում ենք, թե չէ հիմա դուք մեշոկով ֆինանսավորում ունենաք, կնստեք մի հատ սենց ընդիր տաղավարում կամ անգլիական լրագրողի դեմը կխոսայիք, էլի կհրավիրեիք։ Հենց որ ժողովուրդ ջան, շնորհակալություն լսեցիք, արտակենց հենց այդ հարթակի հղումը կթողնեմ հենց կոմենտարիաների մեջ, սենց ասած գրեք ձեր կոմենտարիաները, ձեր կարծիքները, Արտակն էլ կպատասխանի կնայի նամակներին հենց YouTube-ի եւ Facebook-ի մեջ մենք իրար հետ կապի մեջ ենք էլի սենց ասած, բարդ բան չկա դրա մեջ։ Կփորձենք պատասխանել։ Հաջողություն։ Լավ մնացեք։ Հաջողություն, շնորհակալ